Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է եւ մենք ձեզ ենք ներկայացնում օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, եւ այսպես Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթին տեսանյութ է փոխանցվել, որտեղ երևում է, թե ինչպես են Գլինկա մոլի սեփականատեր համարվող եղբայրները տեղաշարժվում Թիկնազորի ուղեկցությամբ։ Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն նրանք գրեթե ամեն օր այցելում են Սարյան փողոցի սրճարաններից մեկը, սովորաբար եղբայրները նստում են իրենց հյուրերի կամ ընկերուհիների հետ, իսկ նրանց ուղեկցող թիկնապահները առանձին սեղանի շուրջ մշտապես վերահսկելով իրավիճակը, հաճախ իրենց գերթանկարժեք ավտոմեքենաները կանգնեցնում են երկրորդ գծում։ Այս տեսարանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից հետո հնչեցրած հայտարարությունները, երբ նա պնդում էր, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն գործարարներ կամ օլիգարխներ, որոնք շրջում են Թիկնազորի ուղեկցությամբ։ Այս հայտարարությունը մնացել է օդում եւ մինչ այս վերաբերվել է միայն ընդդիմության ներկայացուցիչների Թիկնազորներին գետնին պառկեցնելուն, ինքը Փաշինյանն էլ դժգոհ է ուժայինների աշխատանքից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է անակնկալների մեջ փայլ ոչ միայն հանրությանը, այլև սեփական թիմին։ Վերջին շրջանում իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության շրջանակներում դժվարանում են հասկանալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի քաղաքական եւ կադրային որոշումների տրամաբանությունը։ Ժողովրդի իշխանական աղբյուրների փոխանցմամբ մի շարք նշանակումներ եւ վերադասավորումներ իրականացվում են արագ եւ հաճախ առանց նախնական լայն քննարկումների, ինչն էլ թիմի ներսում առաջացնում է անորոշություն ու զարմանք։ Վերջին ամիսների նման քննարկումների առիթ են դարձել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը, Արայք Հարությունյանի վարչապետի աշխատակազմից խորհրդարան տեղափոխվելը, ինչպես նաև այլ կադրային փոփոխություններ։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով հերթական անակնկալը կապված է Արարատ ցեմենտ գործարանի ժամանակավոր կառավարման հետ։ Մինչ այս իշխանական շրջանակներում գրեթե որոշված էր համարվում, որ գործարանի ժամանակավոր կառավարիչ կնշանակվի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ըստ նույն աղբյուրների նա արդեն պատրաստվում էր նոր պաշտոնին, հավաքել էր իրերը նախարարությունում եւ սպասում էր տեղափոխմանը, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Հիշեցնեմ, որ երեք հայտնի դարձավ, որ Արարատ ցեմենտի ժամանակավոր կառավարիչ է նշանակվում Արագածոտնի նախկին մարզպետը, մարդ, որը մարզպետի պաշտոնին նշանակվեց որևէ քաղաքական կամ կառավարչական կենսագրություն չունենալով, ըստ մամուլի հրապարակումների, մինչ մարզպետ դառնալը նա Յանդեքս ծառայության տաքսու վարորդ էր կամ առաքիչ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 27 մարդ, Արմլուրեեմը Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկից պաշտոնապես տեղեկացավ, որ 10 ինքնասպանության դեպքեր են, իսկ 17 կալանավոր մահացել է առողջական խնդիրների հետևանքով։ Այնպիսի հիվանդություններով, որոնք բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն անհամատեղելի են եղել կալանքի պայմաններում պահվելու հետ։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն, դրանք 27 մարդկային ճակատագրեր են եւ 27 հարցեր պետությանը, որոնց պատասխանները մինչ օրս չեն տրվել։ Առավել համոզիչն այն է, որ այդ հիվանդությունների մասին տեղյակ են եղել մտահոգիչը ներողություն, եղել թե կալանքը կիրառած դատավորները, թե քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը։ Ավելին, բանտում մահացածների շատերը նույնիսկ դատապարտված չեն եղել, նրանք գտնվել են նախնական կալանքի տակ, երբ դեռ անմեղության կանխավարկածը գործում է, սակայն այդ իրավունքը նրանց չի փրկել մահից։ Ես հիշեցնեմ, որ երեք նաև Աշոտ Մինասյանի, հրամանատար Աշոտ Մինասյանի դատավարությունն էր, նա խափանման միջոցի վերաբերյալ քննությունն էր, առողջական խնդիրներ ունի, գտնվում է հիվանդանոցում եւ այս ամենով հանդերձ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ապօրինի գործի շրջանակում սահմանված ապօրինի պատժի 1/3-ը արդեն կրել է, դատարանը որոշեց, որ պիտի նա շարունակի մնալ բանտում եւ ինչպես արդեն նկատեցինք, հաշվի չառնած նաեւ առողջական վիճակ։ Ահա այսպիսին է Նիկոլ Փաշինյանի արդարադատության համակարգը, հիշեցնեմ, որ աղմկոտ մի մահվան դեպք եղավ, ես դա բնութագրում եմ որպես սպանության դեպք, Արմեն Գրիգորյանի դեպքը, երբ առողջական ծանր խնդիրներով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հետապնդումների էր ենթարկվում, բանտարկվեց եւ մահացավ հենց դատարանի դահլիճում եւ հենց ուղիղ եթերում։
Մինչ ձեզ ներկայացնեմ պոլիտիկայի մի երկու հոդված, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին։ Հիմա առաջարկում եմ ծանոթանալ պոլիտիկայի մի երկու հետաքրքիր հոդվածի։ Ընտրություններից առաջ Աննա Հակոբյանը գրեթե անհետացել էր հանրային տեսադաշտից եւ դա անմիջապես զգացվում էր։ Հանրային կյանքում լարվածությունն ու փոխադարձ թշնամանքը կարծես փոքր-ինչ նահանջել էին։ Պատահական չէ, Հայաստանում դժվար է գտնել մեկ այլ հանրային դեմքի, որի յուրաքանչյուր հայտնվել է նույնպիսի բևեռացում եւ հակազդեցություն առաջացնի։ Տարիներ շարունակ նա ոչ թե մեղմել, այլ խորացրել է հասարակական բաժանումը ամենազգայուն թեմաներով հանդես գալով սադրիչ հայտարարություններով։ Ընտրություններից հետո նա վերադարձավ եւ ինչպես կասեր իր չինարենի ուսուցիչը Տատյա Հաո, իր հետ բերեց հերթական աղմուկը եւ ատելությունը։ Այս անգամ հայտարարեց, թե եկել է պաշտպանելու հայ կանանց, ստեղծելով այնպիսի տպավորություն, կարծես Հայաստանում գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կին է բռնության ենթարկում, իսկ ինքը այդ խնդրի գլխավոր լուծումը գտել է։ Սակայն մինչ այդ առաքելությունը սկսել է արդեն հասցրել է նոր քրեական պատմությունների առիթ ստեղծել։ Իր հրապարակման տակ գրված սեռական բնույթի մեկնաբանությունները ներկայացվեցին որպես իր կյանքի համար վտանգ եւ դրանից հետո իրավապահ համակարգը գործի անցավ, սկսելով որոնել այդ գրառումների հեղինակներին։ Կարճ ասած, Աննա Հակոբյանը չհասցրեց փրկել բռնության ենթարկված մի կնոջ անգամ, բայց արդեն հասցրել է փուռը տալ մի քանի տղամարդու։ Սակայն հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը, երբ նույն Աննա Հակոբյանը անծանոթ տղամարդկանց հասցեին սեռական բնույթի նվաստացնող կամ վիրավորական արտահայտություններ է անում, հանկարծ պարզվում է, որ դա ոչ թե խնդիր է, այլ մի բան է, որ տղամարդիկ պետք է հասկանան, հանդուրժեն եւ ցանկալի է նույնիսկ չվիրավորվեն, իսկ եթե դժգոհեն, իրենք են մեղավոր։ Այս ամենից հետո դժվար է ազատվել այն տպավորությունից, որ խնդիրը ոչ թե կանանց պաշտպանությունն է, այլան թե ով է խոսողը։ Մի դեպքում նույնիսկ մեկնաբանությունը կարող է դառնալ քրեական հետապնդման առիթ, մյուս դեպքում հրապարակային վիրավորանքը ներկայացվում է որպես նորմալ երևույթ։ Իսկ օրենքը, որը տարբեր մարդկանց համար սկսում է տարբեր կերպ գործել, վաղուց արդեն օրենք չէ, այլ ընտրովի գործիք։ Դուք գիտեք, որ Աննա Հակոբյանը, այսինքն դուք գիտեք, որ նա ամենօրյա ռեժիմով տեսնում եք, երբ որ Աննա Հակոբյանը ակտիվանում է, ատելության դոզան միանգամից մեծանում է, հասարակությունը արդարացի բացասական վերաբերմունք ունի դեպի այս կինը, բայց ես առաջարկում եմ հայանքներ չգրել որևէ մեկին, այդ թվում նաև Աննա Հակոբյանին, հատկապես այն մարդիկ, որոնք այսօր հետապնդվելու են իրենց գրառումների համար, առաջարկում եմ իրենց սեռական բուռն ֆանտազիաները պահել համացանցից դուրս, դա վնասակար է հանրությանը եւ վնասակար է անձնապես ձեզ, որովհետեւ ձեր հետևից գալու են։ Իսկ Աննա Հակոբյանը կարծում եմ առնվազն իրավունք, բարոյական իրավունք չունի, խրատական ինչ-որ տեքստեր կարդալու, ես հիշեցնեմ նախորդ տարի մի այլանդակ տեքստ էր գրել իմ մասին, թեպետ այստեղ խնդիրը ես չեմ, այլ եմ, որ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի կինը, թեկուզ եւ քաղաքացիական, թեկուզ եւ մի անգամ բաժանված գնացած հետեկած, բայց կինը իրեն թույլ է տալիս այնպիսի արտահայտություններ, որ Աննա Հակոբյանն էր թույլ տվել։ Ես անկեղծ դրանից չեմ վիրավորվել, որովհետեւ վիրավորվում են բանից, որը ասենք իրականությանը մոտ է, ակնհայտ կեղծիք, բայց խայտարակություններ կարծել կամ զգալ, թե ինչ են կարծում օտար երկրների ղեկավարները, նրանց կանայք, երբ ասենք պատահաբար ծանոթանան, թե իրենց գործընկերուհին կամ իրենց գործընկերոջ կինը հրապարակային, հանրային ինչ ելույթներով է հանդես գալիս։ Հաջորդ հոդվածը վերաբերվում է Աննա Հակոբյանի քաղաքացիական ամուսնուն Նիկոլ Փաշինյանին, որը պարզվում է խիստ մտահոգ է իր առողջությամբ, բայց թքած ունի հանրային առողջության վրա։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղուց չի օգտագործում Հայաստանում աճեցված ձուկ, քանի որ իր խոսքով ակնհայտ է, որ այդտեղ խնդիր կա։
Սա պարզապես անձնական սննդային նախասիրության մասին խոսք չէ։ Եթե երկրի ղեկավարն ասում է, որ իր համար ակնհայտ է նման խնդրի գոյությունը, ապա հասարակությունն իրավունք ունի իմանալու, ինչ խնդրի մասին է խոսքը եւ ինչու դրա վերաբերյալ պաշտոնական գործողություններ չեն իրականացվում։ Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա առաջանում է չափազանց ծանր հարց. ինչու է այդ արտադրանքը շուկայում վաճառվել հազարավոր քաղաքացիների եւ շարունակում է վաճառվել։ Պետության առաջնային պարտականությունը մարդկանց առողջության պաշտպանությունն է, ոչ թե վտանգի մասին իմանալն ու պարզապես սեփական սննդակարգը փոխելը։ Եթե վտանգ կա, ապա այն պետք է անհապաղ բացահայտվի, հրապարակվի եւ վերացվի։ Հազարավոր ընտանիքներ ամեն օր գնում են ձուկ, վստահ լինելով, որ շուկայում վաճառվող սննդամթերքը անցել է պետական վերահսկողություն։ Նրանք չեն կարող իմանալ այնինչ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի խոսքով իր համար ակնհայտ է։ Եթե իշխանությունն իսկապես գիտի առողջությանը սպառնացող խնդրի մասին, ապա քաղաքացիներին չի զգուշացնում եւ չի կանխում դրա վաճառքը, բայց քաղաքացիների ներողություն չի զգուշացնում եւ չի կանխում դրա վաճառքը, ապա դա արդեն պետական պատասխանատվության հարց է, ես կասեի նաև հանցագործություն։ Իսկ եթե նման խնդիրը իրականում գոյություն չունի, ապա ստեղծվում է այլ ոչ պակաս վտանգավոր իրավիճակ։ Երկրի ղեկավարը առանց ներկայացված փաստերի կամ պաշտոնական եզրակացությունների կասկածի տակ է դնում Հայաստանի ձկնաբուծության ողջ ոլորտը, վնաս հասցնելով արտադրողների հեղինակությանը, սպառողների վստահությանը եւ արտահանման հնարավորություններին։ Այդպիսի հայտարարությունները չեն կարող մնալ պարզապես անձնական կարծիքի մակարդակում։ Այս պատմության գլխավոր հարցը շատ պարզ է, եթե իշխանությունը գիտի վտանգի մասին, ապա ինչու չի պաշտպանում մարդկանց, իսկ եթե նման վտանգ չկա, ապա ինչու է երկրի ղեկավարը նման հայտարարություններ անում։ Երկու դեպքում էլ հասարակությունն արժանի է ստանալու հստակ պատասխաններ, որովհետև քաղաքացիների առողջությունը չի կարող դառնալ ենթադրությունների կամ անձնական տպավորությունների առարկա։ Գիտեք, հենց Փաշինյանի այս վարքագիծը տարբեր դրվագներով ցույց է տալիս, թե ինչքան հեռու է այս մարդը պետությունից, պետական կառավարման համակարգից, այս մարդը դժբախտություն է ուղղակի, որովհետև պատկերացրեք ինքը փաստորեն ասում է սիրելի քաղաքացիներ, այն ձուկը, որը արտադրվում է Հայաստանում, որի որակի պատասխանատուն պետությունն է, դուք տալիս եք ձեր երեխաներին, այդ ձուկը վնասակար է, այն թունավոր է, այն սպանում է մարդուն, եւ ես որպես իմ անձի եւ իմ մարմնի մասին մտածող մարդ խիստ մտահոգված լինելով Ձուկ չեմ Հայաստանում արտադրված ձուկ չեմ օգտագործում, բայց միևնույն ժամանակ ոչինչ չեմ անում, որ դուք չօգտագործեք։ Այսինքն, եթե ռուսական այս սանկցիաները չլինեին, այս խոսակցությունը առաջ չգար, ձկնաբույսները դժգոհություն չարտահայտեին, կառավարության շենքի մոտ բողոք չիրականացնեին, Նիկոլ Փաշինյանը դրա մասին տեղյակ չէր պահելու։ Բայց ես ավելին ասեմ, ես գրեթե վստահ եմ, որ սա սուտ է Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանում աճեցված ձուկը խնդիրներ ունի։ Իհարկե, տարբեր հարցեր կարող են լինել, բայց վստահաբար Հայաստանում աճեցվող ձուկը էականորեն չի տարբերվում այլ երկրներում աճեցվող ձկից։ Օրինակ, հետաքրքիր դոկումենտալ ֆիլմ կա մասսայական ոչնչացման ձուկ վերնագրով, Ռիբը մի խոսքով, այս պահին վերնագիրը ռուսերեն չհիշեցի, մի խոսքով ինքը ներկայացնում է, թե Նորվեգիայում արտադրված ձուկը, եվրոպական երկրներում արտադրված ձուկը ինչքան վտանգավոր է մարդու առողջության համար։ Այդ սաղմոնը, որ այդքան ամենալավագույն ռեստորաններում դուք կարող եք համտեսել, բավական թանկ վճարելով դրա համար։ Վերնագիրը Ռիբը մասսովը պարաժենի, եթե ճիշտ հիշեցի, կարող եք փնտրել YouTube-ում կգտնեք։ Հետաքննական դոկումենտալ ֆիլմ է։ Վստահաբար այդ ձկից վատը չի Հայաստանում արտադրված ձուկ, բայց Փաշինյանը ինչ է, ինքը ախր երբեք պատասխանատվությունն իր վրա վերցնող մարդ չի, չէ։ Արցախը հանձնել են նախկինները, չգիտեմ, պատերազմը պարտվել են դասալիքները, ձուկը Ռուսաստան չի գնում, որովհետև վատն է, ոչ թե որ կառավարությունը վատ քաղաքականություն է վարում ու ռուսները պատժում են իրեն, այլ ձուկը վատն է, ու ինքը վաղուց այդ ձուկը չի ուտում։ Վարդերը գեղեցիկ չեն, դրա համար չեն գնում, ծիրանը թթու է։ Լոլիկը լավը չի, ցեմենտը չի կպցնում, Արադ ցեմենտը հատկապես։
Սա մտածող մարդու համար Փաշինյանը վաղուց արդեն ծաղրածուի կերպարանք ունի իր այս հայտարարություններով եւ վարքագծով։ Մնում է մեր հասարակության մի լայն շերտ, որ իրեն ձայն է տվել։ Ուղղակի այս կեղծիքի պղպջակից դուրս գա, մերժի այս ծաղրածուին, բայց միևնույն ժամանակ այլ ծաղրածու չբերի իշխանության։ Լավ մնացեք, կհանդիպենք եկող շաբաթ։